Պարոն Աբրահամյան, ցանկանում եմ պարզել ձեզանից, որտեղ է տեղի ունենալու վաղվա ազգային ժողովի հատուկ նիստը, որ դահլիճում, ովքեր են հրավիրված այդ նիստին, ովքեր են գալու արտերկրից։ Կարող եք դիմել աշխատակազմ եւ իրենք մեծ սիրով ձեզ կտրամադրեն այդ ցանկը, որ երկրներից մի քիչ հյուրեր ունենք։ Հարգելի պարոն Աբրահամյան, ես ձեր պատասխանից հասկացա, որ դուք ցանկանում եք չհնչեցնել այն փաստը, որ Հարգելի գործընկեր, հարգելի բարեկամ, ձեր ելույթը կապ չունի օրակարգի հետ, խնդրում եմ անջատել Տիկին Փոստանջյանի խոսափողը։ Ճիշտն ասած, հասարակության մեջ տարածված այն կարծիքը, որ այս ազգային ժողովը այլ հաստատություն է, փաստորեն դուք ինքներդ այս պահին վկայում եք։ Ես պետք է ասեմ, որ հենց այնպես չեն հարցերը։ Կանոնակարգի հոդված 57 նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի եւ զեկուցողի միջև սկսվում է բանավեճ։ Ես այստեղ մի բանավեճ տեսա, պարոն Շահրամազանով, դուք ինքներդ եք բանավեճ հրահրում եւ ինձ համար հասկանալի չէ, թե կանոնակարգի որ կետով եք առաջնորդվում։ Եթե կարելի է պարզաբանեք, որ մենք իմանանք։ Անջատել հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանի խոսափողը, ես առաջնորդվում եմ կանոնակարգով։ Բայց դուք չեք լսում ինքը ինչ ասում։ Առաջին 3-4 բառից հետո դուք անմիջապես ասում եք անջատել խոսափողը, բայց դուք չգիտեք, միգուցե ինքը շարունակության մեջ ասում է հենց այն, ինչ բոլորս սպասում ենք։